Բարև ձեզ, հարգելի դիտողներ, YouTube-ի անիմալիքի եթերում զրուցելու եմ Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ։ Ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-ի անիմալիքին։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Աստծո բարիք։ Պարոն Սարգսյան, արդեն 2025 թվականը մոտենում է ավարտին, քաղաքական առումով Հայաստանի համար ինչպիսին է գնահատում։ Արդյոք Հայաստանը կարողացավ իշխանությունների վարած քաղաքականության առումով հաջողություններ գրանցել, թե ոչ։ Ես կարող եմ ասել, որ 2025 թվականը երկու շատ կարևոր փուլ արձանագրեց։ Առաջինը ներքաղաքական համատեքստում հանրային պահանջ ձևավորվեց Եվրամիության անդամագրության գործընթաց սկսելու առումով 60,000 ստորագրություն հավաքվեց, դա ներկայացվեց իշխանությանը, իշխանությունը սկզբից որոշակի առումով հակադրվում էր դրան, փորձելով տարածաշրջանային համագործակցությունը եւ բալանսավորումը հակադրել այդ մոտեցմանը եւ դա ոչ արդյունավետ համարել, բայց վերջնական արդյունքում իշխանությունն էլ ընդունեց, որ այս իրավիճակում ճիշտ է, որ այդ օրենքը ազգային ժողովում անցնի եւ օրենքը ազգային ժողովում անցավ եւ դա հստակ ուղենիշ դրեց, որ Հայաստանի Հանրապետությունը ձգտում է Եվրամիության անդամ դառնալու, սկսում է գործընթաց Եվրամիության անդամ դառնալու։ Երկրորդը միանշանակ թե երկրի համար, թե իմ համար անձնական առումով պատմական էր իմ կարծիքով, դա օգոստոսի 8-ի փաստաթուղթներ եւ օգոստոսի 8-ի ներողություն ընդհատելու համար, մինչև դուք օգոստոսի 8-ի մասին խոսել այստեղ, բայց մենք տեսանք, որ Եվրամիության հետ կապված օրենքը ընդունեցի եւ այլ գործնական քայլեր չտեսանք։ Գերատեսչության ձևավորում չեղավ նախարարության կամ փոխվարչապետի մակարդակով, սա արդյոք չի նշանակում, որ օրենքը ընդունվեց եւ դարակում միտեղ դրվեց։ Ես չի ասի, որ դարակում դրվեց, բայց որ իշխանությունները շատ դանդաղ են գործում, այս առումով միանշանակ ձեր հետ համաձայն եմ, որովհետև զարգացումները ինքնին կապված են տարածաշրջանային բազմաթիվ գործոնների հետ, իսկ եթե հիշում եք տարվա սկզբին գարնանը լուրջ վտանգ կար Հայաստանի սահմանները խախտելու եւ նոր պատերազմ սկսելու առումով, ի նկատի ունեմ թե Միացյալ Նահանգներ Իրան պատերազմից առաջ, այդ ռմբակոծություններից առաջ, թե Միացյալ Նահանգներում տեղի ունեցող ընտրությունների պարագայում, որտեղ եթե հիշում եք, նախորդ զարգացումներն էլ տեղի են ունեցել հիմնականում Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունների համատեքստում։ Դա Ադրբեջանը, Թուրքիան եւ Ռուսաստանը հարմար ժամանակամիջոց են համարում իրենց սեփական խնդիրները լուծելու, քանի որ մեծ առումով արևմուտքը ամբողջությամբ թե Միացյալ Նահանգները, թե Եվրոպան զբաղված են այլ խնդիրներով եւ այդ առումով իրենք համարում են հարմար։ Եթե հիշում եք, անցած գարնանը պատերազմի վտանգը, ռիսկայնությունը շատ մեծ էր եւ ես կարծում եմ, որ իշխանությունները եւ նաեւ եվրոպական համայնքները ավելի շատ հակված էին այդ խնդիրները չեզոքացնելու ուղղությամբ բանակցություններ վարելու, քան բուն Եվրամիության անդամակցության առումով կոնկրետ հայտարարություններ անելու։ Բայց ես կարող եմ ասել, որ օգոստոսի 8-ի փաստաթղթից հետո գործընթացները իսկապես ակտիվացան, նույն Եվրամիության անդամ բազմաթիվ երկրների հետ ռազմավարական գործընկերության փաստաթղթեր սկսեցին ստորագրվել, սպառազինության գնումները Եվրոպայից ծավալները մեծացան, եւ այս առումով այո գործողություններ տեղի ունեցավ։ Իշխանությունը փորձում է մանյովրել, այսպես ասած, բալանսավորման դաշտում, հարաբերությունները չտանել Ռուսաստանի հետ շատ ավելի ռիսկային դաշտ եւ այդ համատեքստում էր կարծում եմ, որ փոխվարչապետի ինստիտուտ չձևավորվեց կամ գոնե վարչություն չձևավորվեց, որ այդ ուղղությամբ քայլեր կանեն, բայց եղան նաեւ որոշակի հայտարարություններ, մասնավորապես Արադ Միրզոյանը հայտարարեց, որ չի բացառվում, որ իրենք Եվրոպայի հետ հայտը ներկայացնեն այս տարի կամ եկող տարվա մեջ։ Այսինքն իշխանությունները Եվրամիության անդամ դառնալու
հայտը որպես քաղաքական գործոն կամ քաղաքական գործիք, կարելի է ասել նաև այսպես, օգտագործում են ռազմավարական գործընկերոջ հետ փոխհարաբերությունների շրջանակներում, որովհետև Եվրոպային դիմելու առումով որևէ խնդրեմ չունեն, դիմում է ներկայացնում ես եւ ընթացակարգով գնում է անդամակցության գործընթացը կախված քո պարտավորությունների կատարման հետ։ Ես կարող եմ ասել, որ իշխանությունը բավականին լավ աշխատանք է անում վիզաների ազատականացան առումով եւ այստեղ տեղաշարժ կան եւ ես չեմ բացառում, որ եկող տարի ընտրությունների բարեհաջող ավարտից հետո աշնանը մենք հնարավորություն կունենանք վիզաների ազատականացման առաջին փուլի մեջ մտնելու։ Եվ օգոստոսի 8-ի հետ կապված ինչ էիք ուզում ասել, պարոն Սարգսյան։ Ինչի մասով։ Օգոստոսի 8-ի հետ կապված որպես Օգոստոսի 8-ը համարում եմ անցած տարվա ամենակարևոր եւ հիմնական բաժանարար գիծը, որը Հայաստանի իշխանությունները ստորագրեցին Վաշինգտոնում եւ դա հիմնավոր եմ համարում ոչ միայն եռակողմ փաստաթղթի առումով, այլև Միացյալ Նահանգներ եւ Հայաստան երկկողմ փաստաթղթի առումով։ Ինչու, որովհետև խնդիրը վերաբերվում է անվտանգությանը եւ խնդիրը վերաբերվում է պաշտպանվածությանը, իսկ անվտանգությունը միայն փաստաթղթերով ապահովելու հնարավորություն չի տալիս, անվտանգությունը ապահովված է, երբ քո տնտեսությունը եւ քո հակառակորդի տնտեսությունը գտնվում են համազոր հարթությունների մեջ եւ առանց ուժեղ պետության, լավ տնտեսություն ունեցող պետության մենք չենք կարող ոչ ավելի արդիական ռազմաարդյունաբերական բազա ունենալ, ոչ արդիականացված բանակ ունենալ եւ ոչ էլ լուրջ տնտեսական աճ ունենալ, որի արդյունքում ռազմական բալանսը կարողանանք կրճատել գոնե 1-2-ի ձևաչափով, որ Ադրբեջանը հասկանա, որ իր որևէ ուժային հարձակման դեպքում ինքը գոնե համազոր կամ շատ ցավոտ հակահարված կստանա եւ այս համատեքստում օգոստոսի 8-ի համաձայնագրի երկրորդ կետը երկկողմանի հատվածը Հայաստան Միացյալ Նահանգներ ամբողջությամբ սպասարկում է առաջին հատվածը անվտանգության առումով նախաստորագրման առումով եւ սա իր ստորագրությամբ նոր փուլ մցրեց տարածաշրջանային գործընթացների մեջ, ինչը շեշտում է թե Միացյալ Նահանգները, թե Եվրոպան, թե կենտրոնական ասիական երկրները, թե արաբական երկրները, բնականաբար Ռուսաստանն ու Իրանը որոշակի մակարդակով այդտեղ ռիսկեր տեսնում են, բայց ընդհանուր արտգործ նախարարությունների մակարդակով իրենք էլ ողջունեցին։ Այսինքն տարածաշրջանի ապաշրջափակումը եւ ճանապարհների բացումը, տնտեսության զարգացման հեռանկարը վերջնական խաղաղություն հաստատելու եւ Հայաստանի զարգացման լուրջ հեռանկար են իրենց մեջ պարունակում եւ օգոստոսի 8-ը ես համարում եմ իսկապես պատմական իրադարձություն եւ կարծում եմ, որ դրանից ճիշտ օգտվելու դեպքում Հայաստանի առաջ բացվելու են այնպիսի դռներ, որոնք նրան զարգացման նոր հարթությունների վրա են դնելու եւ տարածաշրջանում Հայաստանը ինչպես ժողովրդավարության առումով, այնպես էլ գիտության ու նոր տեխնոլոգիաների առումով իր բացառիկ տեղն ու դիրքն է ունենալու, որն էլ ամրացնելու է մեր անվտանգությունը, մեր ժողովրդի բարեկեցությունը, բերելու է հարևանների հետ համեմատած ավելի բարձր ու լավ մակարդակի։ Ժողովրդավարությանը դեռ կանդրադառնանք, բայց այդ պատմական, որ նշում եք, Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին առաջարկում է այդ ձեր նշած պատմական ծրագրի մաս դառնալ, ասում է արեք երկաթուղու որոշ գծեր դուք վերականգնեք։ Ես չեմ համարում, որ Նիկոլ Փաշինյանը ասում է արեք ու երկաթգծի որոշ մասերում դուք տվյալ գործընթացի մաս դառեք։ Փաստացի այսօր Հայաստանի Հանրապետության երկաթգծերը 2008 թվականից նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը տվեց կոնցեսիոն կառավարման եւ այդ կոնցեսիոն կառավարումը տրված է 20 տարի։
հետո այնտեղ մի բառ է լրացրած, որ ըստ այդ բառի կարող է լինել 30, չգիտես ինչի անդադ հենքը դնում են։ Ոչ 2028 թվականին այդ ժամկետը լրանում է, եւ իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ եթե իրենք այդ նորոգումները, արդիականացումը կանեն, չեն անի Հայաստանի Հանրապետությունը կանի։ Այսինքն եթե չեն անում, Հայաստանի Հանրապետությունը համարում է, որ կոնսենսուալ համաձայնություն գոյություն չունի, չեղարկում է եւ ինքն է անում։ Որտեղ կոնսենսուալի Ռուսաստանը բերի այդ փողերը ներդնի։ Եթե Ռուսաստանը կբերի փողերը կներդնի, այսինքն կվերականգնի նշված ժամանակահատվածում Երասխավան սադարակատված է, այնտեղ 3-ից 5 կիլոմետր տարածք է։ Ես բազմաթիվ անգամներ գնացել նայել եմ, իհարկե քայլերով չափել հնարավոր չի, որտեղ այդտեղ բաց տարածք է ու կրակային դիրքում կարող ես հայտնվել, բայց աչքով 3-ից ոչ ավել, դա այդքան տարածք է, որ երկաթգիծը։ Բայց Ռուսաստանը ներդրում անի, չի նշանակում, որ այդպիսով դառնում է տարածաշրջանում ապաշրջափակման ուղիների ենթակառուցվածքների բացման մասնակիցներից մեկը։ Ոչ, բացարձակ չի նշանակում, դա նշանակում է, որ հարավկովկասյան երկաթուղիները իր ենթակայության տակ գտնված երկաթուղային գիծը բերում է համապատասխան ժամանակակից պայմանների եւ ներդրում է անում այդ մասում եւ Ախուրիկի մասում։ Բացարձակ դա չի նշանակում։ Դա չի նշանակում, որ այդ անելուց հետո 2008 թվականին մենք 28 թվականին մենք պարտադրված ենք լինելու նորից կոնսենսուալ համաձայնությունը շարունակել։ Մեր կոնսենսուալ համաձայնագիրը 20 տարով է լրանում է 2028 թվականին, իրենք կուզեն ներդրում կանեն շատ լավ։ Չեն ուզենա մինչև 28 թվականը այդ համաձայնագիրը կխզվի։ Շատ պարզ է Նիկոլ Փաշինյանի ասածը։ Երբ որ ասում է իրենք կանեն շատ լավ, չեն անի Հայաստանի Հանրապետությունը ինքնուրույն կանի, դա նշանակում է, որ արդեն կոնսենսուալ համաձայնություն չկա, որտեղ կոնսենսուալ համաձայնության բaragայում այդ երկաթգծի վրա արվող ցանկացած գործ պիտի արվի Հարավկովկասյան երկաթուղիներ կազմակերպության ֆինանսական միջոցներով։ Ընդ որում, եթե հիշում եք այդ ընկերությունը կոռուպցիոն լուրջ սկանդալի մեջ ընկավ 60 միլիոնի չափով, միջամտեց Լավրովը, գործը կանգնեցվեց եւ այլը, եւ որ Հարավկովկասյան երկաթուղիների իրենց չեն արդարացրել մեր տարածաշրջանում ու ոչինչ չեն արել, այս փաստ է։ Ու այդ փաստը հիմնավորվում է մի բանով, որ արագությունները 40 կիլոմետր են։ Այսօր աշխարհում 40 կիլոմետր արագությամբ շարժվող գնացքներ երևի Աֆրիկայում գտնես թե ոչ։ Մի կողմից ասում եք ժողովրդավար է Հայաստանը, մյուս կողմից ասում եք Լավրովը միջամտեց եւ այդ գործը կարճվեց։ Ժողովրդավարական պետությունում ինչպես կարող է օտար պետության արտգործ նախարարը միջամտի ու գործ կարճվի։ Գիտեք ինչ, ժողովրդավարությունը հանրային գործընթացների հետ ենք մենք կապում, Նարեկ ջան։ Եվ ժողովրդավարություն ասելով ի նկատի ունենք արդար ընտրությունները։ Ժողովրդավար երկրում կոռուպցիա չպիտի լինի, ասենք ժողովրդավար երկրներում չի նշանակում ժողովրդավար լինելը եւ բացարձակ անկախ լինելը քաղաքական ինչ-ինչ հանգամանքներից կախված չլինելը, դրանք բացարձակ տարբեր բաներ են։ Այսօրվա պարագայում նույնիսկ Եվրոպան որոշակի կախվածություն ունի Միացյալ Նահանգներից, որ իսկ որ Եվրոպան ժողովրդավար է, կարծում եմ այս առումով բացարձակ բանավեճ չկա, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունների վրա Ռուսաստանի կողմից ճնշումներ եղավ կոռուպցիան կոծկելու եւ Հայաստանի Հանրապետությունը ստիպված ռազմավարական գործընկերոջը ընդառաջեց, այս միանշանակ է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները մինչև 2022 թվականի սեպտեմբերի 21-ը ամբողջությամբ ռուսական գծի մեջ ինչ առաջարկում էին, ընդառաջում էին, այստեղ էլ կասկած չկա։ Եվ Հայաստանի Հանրապետության իշխանությունների ամենամեծ բացթողումը ես տեսնում եմ այդտեղ, որովհետև նույն Ղարաբաղի հիմնարարցի լուծման առումով բազմաթիվ առաջարկներ արվեցին 2020 թվականից սկսած Կոսովոյի ճանաչումը, սկսած, չգիտեմ, Թայվանի, Մակաոյի տարբերակով առաջ գնալը, անգամ Կիպրոսի տարբերակով առաջ գնալը, ոչ Հայաստանի իշխանությունները մնացին ռուսական գծի մեջ։ Դժբախտաբար Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մինչև վերջին օրը մնացին ռուսական գծի մեջ եւ ի դժբախտություն մեզ եւ ի ցավ մեր սրտի այսօր իրենք ադրբեջանական դատարանում դատվում են։
Պարոն Սարգսյան, դուք որ մի բան նշեցիք Քոչարյանի օրոք երկաթգիծը հանձնվեց կառավարումը ռուսներին, հիշեցի Քոչարյանի մեկ այլ հայտարարություն Գույք պարկի դիմաց, որ դուք միշտ ասում եք Քոչարյանը տվեց, Քոչարյանը այս վերջերս իր աջակիցների հետ էր հանդիպել, ասում է վարչապետ Արամ Սարգսյանը թիվ 1 լոբիստն է եղել Գույք պարկի դիմաց այդ բանին, որ այդ ամեն ինչը տան ռուսներին, ասում է օրը մի քանի անգամ գնում գալիս դրա մասին էր խոսում։ Ինչու եք դրա լոբինգով զբաղվել։ Եք ինչ, Քոչարյանը մարտի 1-ի զորքերը քաղաք իջեցնել, ասում է ես տեղյակ չեմ, այդ Միքայել Հարությունյանն է արել, պարզվում է Գույք պարկի դիմացն էլ ես եմ արել, հետո էլ ինքն ասում է, որ այդ Գույք պարկի դիմացը շատ լավ գործարք է։ Եթե այդքան լավ գործարք էր, ես էլ առաջարկում եի ինձ ինչի հանեց։ Բնականաբար ծնելություն անհետ պատճառ է, չէ։ Այսինքն այստեղ նաև թվի ու թվաբանության խնդիր կա, որովհետև ինձ ազատել են 2000 թվականի մայիսի 2-ին, իսկ Գույք պարտքի դիմացը եղել է 2002 թվականի նոյեմբերի 14-ին։ 2000 թվականին, երբ ես վարչապետ էի, Գույք պարտքի դիմաց թեմա ընդհանրապես չի քննարկվել։ Այդ անվանումը ընդհանրապես գոյություն չի ունեցել, հետևաբար ես չէի կարող դրա լոբիստը լինել կողմ կամ դեմ լինել։ Գույք պարտքի դիմացով տրվել է Պեոմարս ընկերությունը, իսկ Պեոմարս ընկերության տնօրենը Կարեն Դեմիրճյանի որդի Ստեփան Դեմիրճյանն էր, ով կոալիցիոն գործընկեր էր այդ ժամանակ, եւ ես իրենց վարչապետի տեխնացուն էի։ Այսինքն Միասնություն դաշինքի վարչապետի տեխնացուն, Միասնություն դաշինքի մյուս անդամ կուսակցության ղեկավարի գործարանը Գույք պարտքի դիմաց առաջարկում էր Քոչարյանին տալ ռուսներին, այս տրամաբանությունից դուրս է ընդհանրապես եւ սրա ապացուցման կարիք էլ չունի։ Ես այդ շրջանում Քոչարյանը, պարոն Սարգսյան։ Ինչպես։ Ստում է Ռոբերտ Քոչարյանը։ Գիտեք, ես այդ շրջանում աշխատել եմ լուծել երկու խնդիր։ Այդ շրջանում Քոչարյանը մի բան է ճիշտ ասում, որ պարտքեր էին գոյանում։ Եվ այդտեղ իր կոպտագույն սխալը հետևյալումն է, որ ինքն ասում է, ես չգիտեմ, թե այդ պարտքերն ինչից էին գոյացել, բայց այդ պարտքերը վճարել էր պետք։ Եթե դուք պարտք եք ունենում, դուք սկզբից նայում եք այդ պարտքը ինչից է գոյացել, աշխատում եք այլևս պարտք կուտակել, հետո նոր մտածել այդ պարտքը փակելու առումով։ Իսկ Ռոբերտ Քոչարյանն ասում է, ես չգիտեմ այդ պարտքը ինչից էր։ Ես եկել եմ այդ պարտքն եկել է, ասեմ, որ այդ պարտքը այսօր էլ ավելանում է։ Ու Հայաստանի Հանրապետության միջպետական պարտքը մշտապես ավելացել է այդ ուղղության վրա, եւ թող այս մասին Ռոբերտ Քոչարյանն էլ իմանա, եթե չգիտի, դա առաջանում է նրանից, որ մենք էներգետիկ ռեսուրսները առնում ենք դոլարով, ներսում վաճառում ենք դրամով, առաջանում է ճեղքվածք, այդ ճեղքվածքը հակերու գումարը մենք չենք կարողանում միջազգային կազմակերպություններից վերցնել եւ դա կուտակվելով դառնում է մի կլորիկ տիպ, որը վերջում խնդիր է առաջացնում։ Եվ այս առումով ես մոտեցում եմ ունեցել եւ փորձել եմ Ռուսաստանի իշխանությունների հետ բանակցել, թե գազի գնի իջեցնելու առումով եւ կողմ եմ եղել, որ հայ-ռուս գազարդի 50%-ը տանք Ռուսաստանին, փոխարենը մենք այդ ժամանակ գազը գնում էինք $55, գնեինք $23 կամ Հայաստանի սահմանի վրա $28, այն ինչ Ռուսաստանի ներքին գինն է։ Նույնը առաջարկել եմ նաև կոշտ վառելիքի առումով, միջուկային վառելիքի ուրանի առումով, մենք ուրանը գնում էինք $16 միլիոն Ռուսաստանից, իսկ Ռուսաստանի ներսին շուկայում դա արժեր $8 միլիոն։ Ես ասում եմ, որ ատոմակայանը ռուսական է, ռուսական տեխնոլոգիաներով, հետևաբար կոշտ վառելիքն էլ հնարավոր չի բերել, չգիտեմ, Ֆրանսիայից, հետևաբար կարող ենք նաև ատոմակայանը 50% տալ ռուսներին, փոխարենը իրենք թող մեզ կոշտ վառելիքը վաճառեն $8 միլիոն։ Այդ դեպքում այդ պարտքերը չէր կուտակվի եւ դրանց փակելու ֆինանսական հնարավորությունները Հայաստանը կունենար։ Ռոբերտ Քոչարյանը ուղղակի մանիպուլացնում է իմ ասածը, փորձելով այդ առաջարկները, էներգոկիրների գների իջեցման առաջարկները ներկայացնել որպես, չգիտեմ, գույք պարտքի դիմացով ապրանքներ հանձնելու խնդիր։
Այսինքն խնդիրը բացարձակ այլ տրամաբանական մոտեցման մեջ է եղել, ինչը ես շատ օրինաչափ եմ համարում եւ համարում եմ ճիշտ։ Պարոն Սարգսյան, վերջին հրապարակածածի փաստաթուղթը դուք արժանահավատ համարում եք, թե ոչ, հայերեն գրված KGB-ի փաստաթուղթ գործակալ լինելու մասին։ Ես KGB-ի թղթերի մասնագետ չեմ, Նարեկ ջան։ Ես չգիտեմ ինչ թղթի վրա են գրում են, չեն գրում։ Ես լյուստրացիայի կողմնակից եմ։ Ես համարում եմ, որ սովետական միությունը հենց իր ստեղծման առաջին օրվանից նման խնդիր դրեց։ Իրենք եկան, եկեղեցիները վերածեցին պահեստների, հիմնական մասերում գյուղերում, մեր գյուղում այդպես է եղել։ Իմ հորս վանահայր պապիկին, որը գիշերները ժողովուրդը տարել են տները կնունք ծնունդ անելու կամ ամուսնություն անելու, նույնիսկ KGB-ն տարել է մորուքը խուզել է, անարգել է, որ չգնան նույնիսկ կնունք ու ծնունդան։ Այսինքն սովետական միության դրվածքը այդպիսին էր։ Իսկ այն հոգևորականները, որոնց որ թողեցին, որ մնան ու գործեն, քանի որ հանրային պահանջ կար, ամբողջությամբ փակել չէին կարողանում, առավել եւս նրանք, ովքեր բարձր չին ունեին եւ պիտի արտասահման գնային, բնականաբար նրանց բոլորին ինչ-ինչ փաստաթղթեր ստորագրել էին տալիս եւ պահանջում էին, որ այդ մարդիկ ամեն ամիս գան իրենց հաշվետվություն տան, իրենց մոտով եկավ ինչ տեղի ունեցավ։ Եվ այս ամեն ինչը անսովոր կլիներ ու ես չէի հավատա ու կասկածի տակ կտնեի, եթե դա տեղի ունենար միայն Հայաստանում։ Բայց փորձը ցույց է տալիս, որ նույն բանը տեղի է ունեցել նաև Ուկրաինայում եւ Ուկրաինայի իշխանությունները խնդիրներ ունեին իրենց տեղում գործող հոգևոր առաջնորդի հետ։ Նույն խնդիրներ ունի նաև հոգևոր առաջնորդի հետ Մոլդովան, խնդիրներ ունի հոգևոր առաջնորդի հետ նաև Վրաստանի ընդդիմությունը, որ առաջադեմ է, այսօր հոգևոր առաջնորդի հետ լուրջ խնդիրներ ունի նաև Ադրբեջանը եւ Փաշազադեի մասով, որ նա գործակալ է, ադրբեջանական մամուլը, որը բացարձակ ազատ չի ու պետական մամուլը, արդեն բաց է գրում, առավել եւս մեջ բերելով Վլադիմիրի Պուտինի կողմից նրան բարեկամության շքանշան հանձնելը, Աղվանստանի իր ծառայության տարիները եւ այլը, եւ ես այդ չէի բացառի, որ ասենք Փաշազադեն առաջիկա ամիսներին կալանավորվի կամ գոնե տնային կալանքի գնա։ Այսինքն սովետական համակարգը հոգևոր դասին փորձել է օգտագործել որպես քաղաքական գործիք եւ ես համոզված եմ, որ այսօրվա Հայաստանի Հանրապետության հոգևոր դասի վերնախավը այն միակ ու բացառիկ քաղաքական գործիքն է մնացել Ռուսաստանի իշխանության ձեռքին, որը իր կառավարման համակարգով ամբողջական ռուսական համատեքստում է։ Մնացած բոլոր օղակները, շղթայի բոլոր օղակները քանդվել են։ Այսինքն, չգիտեմ, Պաշտպանությունում Պապիկյան է նշանակվել, արտգործնախարարությունում Արարատ Միրզոյան, ազգային անվտանգությունում անդադ փոփոխվել են ու այս առումով հստակ ռուսական ազդեցության, ռուսական կրթություն ստացած եւ այլ այս պետական պաշտոնյաները դուրս են մնացել անկախ մասնագիտական ունակություններից։ Հիմա գործակալ բացահայտվեց թե ոչ այդ փաստաթղթի հրապարակմամբ։ Ես չեմ կարող սահմանել ինչ է գործակալը։ Ես տեղյակ չեմ։ Ես ազգային անվտանգության համակարգի այդ նրբությունները, ով է գործակալը, ով է ազդեցության գործոնը, ինչպես է գործակալը ամրագրվում։ Ես դրա մասնագետը չեմ եւ չեմ։ Հիմա Եզրաս Ներսիսյանը ձեզ համար գործակալ է թե ոչ։ Չեմ բացառում, որ հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ հոգևորականներ նաեւ վերնախավում լինեն գործակալներ։ Վերնախավիչը որտեղ կաթողիկոս նկատի ունեք։ Ինչպես։ Կաթողիկոսին էլ նկատի ունեք վերնախավ ասելով։ Ես տեսնում եմ, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու վեհապատ հայրապետը ամբողջությամբ գործում է, ինչքան էլ տխուր է, Մարիա Զախարովայի մոտեցումներով ու կրկնում է նույն տեսակետները, ինչը բարձրաձայնում է ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակը։ Իսկ գործակալ է թե ոչ, ես չեմ կարող նման գնահատական տալ, ես այն
քաղաքական անհատներից չեմ, որ դավաճան կամ գործակալ այս մոտեցումները առանց հիմնավորումներ ունենալու այս կամ այն մարդու վրա դնում եմ։ Պարոն Սարգսյան, պարզապես ձեր հարաբերությունները հիմա չգիտեմ ինչպես են, բայց նախկինում ջերմ էին, գոնե ձեր Facebook-յան գրառումներից դուք շատ դրական էիք արտահայտվում, ամենայն հայոց կաթողիկոսի ծնունդն էիք ձեր Facebook-յան պատին շնորհավորում։ Այդ ժամանակ տեսնում էիք ինքը Մարիա Զախարովայի թեզերը կրկնում է, թե այդ թեզերով առաջնորդվում է, թե չէ։ Ոչ, այդ ժամանակ չէի տեսնում, որովհետև տեղի չէր ունեցել 2020 թվականի պատերազմը, տեղի չէր ունեցել այդ պատերազմը, այդ պատերազմից հետո վեհապար Հայրապետը փոխանակ կոչ աներ, որ ճիշտ կանի ժողովուրդը համախմբվի Հայաստանի իշխանության եւ պետականության շուրջ, կոչ արեց վարչապետին հրաժարական տալ, հետո օրհնեց Բագրատ arciepiskoposin, որը միտինգներ էր անում ու լոտանքներ էր թափում նաեւ ին վրա եւ ասում էր, որ ունի վեհապար Հայրապետի օրհնությունը, այսինքն ժամանակները բերում են իրենցը, մարդը դրսևորվում է էքստրեմալ իրավիճակներում։ Ես օրինակ էքստրեմալ իրավիճակների մեջ տեսել եմ Ռոբերտ Քոչարյանին հոկտեմբերի 27-ից հետո, Սերժ Սարգսյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին մարտի 1-ին, Նիկոլ Փաշինյանին Փշալարի վրա բարձրանալուց հետո, եւ բոլորի մասով էլ ինչ որ չափով տեսակետներ փոխվել է եւ նոր տեսակետներ է կազմել։ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ վերջին անգամ երբ եք շփվել։ Վերջին անգամ երևի մի տարի առաջ վեհարան։ Ես հրաժարականի պահանջը։ Գիտեք ինչ, ես երբեք խնդիր չեմ ունեցել վեհապար Հայրապետի հետ շփման առումով, եթե ես ցանկություն ունեմ իր հետ շփվելու, ես իրեն զանգում եմ, խնդրում եմ հանդիպել, հանդիպում ենք ու զրուցում ենք, որևէ խնդրեմ չկա։ Ես այսօր էլ իրեն վեհապար Հայրապետով եմ դիմում, որովհետև վեհապար Հայրապետը դա որոշակի կարգավիճակ է, որը իր մեջ ներառում է օծումը, ինքը օծյալ է, հայ առաքելական Սուրբ եկեղեցին իրեն օծել է որպես վեհապար Հայրապետ։ Ես գնահատական եմ տալիս ոչ թե վեհապար Հայրապետի կարգավիճակին, այլ գնահատական եմ տալի կոնկրետ մարդու գործողություններին, որպես վեհապար Հայրապետի։ Ես նույնպես երբ որոշակի խնդիրներ կան եւ գտնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել զրուցել է պետք, կամ հանդիպում եմ խնդրում, կամ գրավոր ենք շփվում նամակներով, ինչը թե իմ թե իր ժամանակն է խնայում եւ այս առումով այս փուլում փորձել եք կաթողիկոսի հետ հանդիպել, խոսել, հասկանալ, քանի որ Նիկոլ Փաշինյանի հետ էլ կապեր ունեք, փորձեք երկխոսության դաշտ բերել նրանց, թե ոչ։ 2020 թվականի պատերազմից հետո փորձ արել եմ, Նարեկ ջան, նույնիսկ վեհապար Հայրապետի այդ հայտարարությունից հետո, որ թող Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, եւ վարչապետին էլ այդ ներկայացրել եմ, որ ոչ թե գործողություն, այլ կարծիք։ Մարդը կարծիք ունի, կարծիք է հայտնել, որի իրավունքն ունի։ Ու ես իմ հարցազրույցներում էլ եմ այդ ասում։ Բագրատ Սրբազանն ուրիշ է, նա գործողություն է առաջարկում։ Պաչապահյանը գործընթաց է առաջարկում, այսինքն քաղաքական գործընթաց։ Իսկ կաթողիկոսին համարել եմ, որ տեսակետ է ասում եւ գտել եմ, որ այդ խնդիրները հարթել է պետք։ Բայց հանդիպումը երկու թևի հետ էլ ցույց տվեց, որ նախ ես այն մարդը չեմ, որ կարող եմ այդ երկու մարդկանց մեջ եզրեր հարթել, ամենայն հավանականությամբ այդ պիտի արվի շատ ավելի բարձր մակարդակով, չգիտեմ, գուցե Արամ առաջին կաթողիկոսի պարագայում, գուցե արտաքին քաղաքական Էմանուել Մակրոնի պարագայում այդ խնդիրները հնարավոր լինեին, բայց իմ պարագայում իմ հանդեպ ունեցած երկուսի վերաբերմունքն էլ դրական են, բայց իմ ունեցած քշիռնազդեցությունը այն չի, որ ես կարողանայի այդ խնդիրը լուծել, եւ ես ինքն հասկացա, որ չէ, այստեղ հարթելու հնարավորություններ չկան։ Հարթելու հնարավորություններ չկան ոչ թե այն պատճառով, որ անձնական առումով
անձնական առումով է խնդիրները, այլ հարթելու հնարավորություններ չկան, որովհետև բացարձակ հակառակ բևեռներում են, բացարձակ հակառակ աշխարհաքաղաքական ընկալումներով։ Այսինքն ես էլ եմ համոզված, որ Վեհապար Հայրապետը ամբողջությամբ ռուսական գծի մեջ է, որ Վեհապար Հայրապետը աջակցում է բոլոր այն քաղաքական ուժերին եւ ուղղություններին, որոնք ռուսական գծի մեջ են, եւ իսկապես սրտի ցավով եմ ասում, որ մոտեցումները անկախ շատ լավ հայերենի նույնն են, ինչ Մարիա Զախարովային։ Շատ ափսոսանքով եմ այդ ասում, ու այդ շատ տխուր է։ Եվ դա վերջնական հանգուցալուծման պիտի բերվի, որովհետեւ պետության մեջ, որը ձգտում է ինքնիշխանության ու անկախության, չի կարելի գնալ դրան դեմ քայլերի։ Այդ անկախությունն ու ինքնիշխանությունը պակասեցնելու քայլերի։ Իսկ այդտեղ խնդիր միանշանակ աշխարհաքաղաքական է, կախված է այն առաջարկների հետ, ինչը անում է մեզ Ռուսաստանը, եւ կախված է այն առաջարկների հետ, ինչը անում է մեզ Միացյալ Նահանգները։ Այսինքն շատ ավելի կոպիտ, եթե բերեմ հարցը, խնդիրը վերաբերվում է նոյեմբերի 9-րդ կետին, թե օգոստոսի 8-ի փաստաթղթին։ Եվ այս առումով իմ համար համեմատության եզրեր անգամ գոյություն չունեն, որովհետև նա ուղղակի Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության մաքսիմալ զիջում ու կրճատ։ Պարոն Սարգսյան, եւ վերջում նախկին երկու նախագահներ հայտարարել են ընտրություններին մասնակցելու մասին։ Ռոբերտ Քոչարյանն ասել եւ ասում է, որ ես պլան B չունեմ, մեկ պլանով եմ մասնակցում եւ դա Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է։ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժն է, ՀԱԿ-ն է հայտարարել ընտրություններին մասնակցելու մասին, ելի հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանը աղետ է բերել, պետք է հեռացվի, իհարկե ՀԱԿ-ը առաջին նախագահի դեմքով չի մասնակցում, այլ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է լինելու վարչապետի թեկնածուն, բայց նախկին նախագահների մասնակցությունը ինչպես եք մեկնաբանում, արդյոք նրանք կարողանան հաջողության հասնել, թե ոչ նրանք առանձին են գործելու։ Կարող եմ ասել, որ իմ անձնական կարծիքով, որ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը այս ընթացքում ոչ միայն չի ավելացել, այլ նվազել է։ Ինչու՞, որովհետև խմբակցությունը, որը ինքը ձևավորեց ազգային ժողովում, որևէ դրական արդյունք չի գրանցել, եւ այդ առումով ոչ միայն ինչ որ բանով չավելացրեց, այլ ընդհակառակը պակասեցրեց այդ վարկանիշը։ Եվ եթե նախորդ ընտրություններում Ռոբերտ Քոչարյանը 22% քվեհավաքեց ու կարողացավ 44000 մարդ հավաքել հրապարակում, այս ընտրություններում խորապես համոզված եմ, որ 12-13%-ից ավել չի անցնի։ Իրենք անդադ ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նվազել է։ Այո, Նիկոլ Փաշինյանի վարկանիշն էլ է նվազել, որովհետև 7 տարի, արդեն 8 տարի է իշխանության է, բայց Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նվազելուն զուգահեռ կրկնակի նվազել է նաև իրենց վարկանիշը։ Եվ դրա հիմնական ցուցիչը ընտրությունների մասնակցության պասիվությունն է, կամ չկողմնորոշված քաղաքացիների այդ քանակը, կամ չմասնակցել ցանկացողների այն մեծ քանակը, այսինքն որոշակի հանրային հուսահատություն է համատեքստում։ Ինչ վերաբերվում է ՀԱԿ-ի մասնակցությանը Լևոն Զուրաբյանի գլխավորությամբ, ՀԱԿ-ը կուսակցություն է, որը բավականին բարդ ու լուրջ քաղաքական գործընթացներով է անցել, եթե հիշենք ՀՀՇ-ի ժամանակներից, Լևոն Զուրաբյանը փոստարու քաղաքական գործիչ է, եւ այդ առումով ես նորմալ եմ նայում, որ իրենք մասնակցում են, ես կողմնակից եմ, որ քաղաքական կուսակցությունները, որոնք կան քաղաքական դաշտում, տեսակետներ են ասում, անկախ նրանից ես կիսում եմ այդ տեսակետները, թե ոչ, մասնակցեն եւ մասնակցեն իրենց քաղաքական ուժով, իրենց լիդերով։ Ես գտնում եմ, որ նախընտրական դաշինքների գոյությունն է, որ Հայաստանում 100-ից ավել կուսակցություններ է ձևավորել, որոնք ընտրությունների նախաշեմում իրենց կնիքները հանում են աճուրդի եւ փորձում են այս կամ այն թևին կպնելով որոշակի արդյունքներ գրանցել։ Ես գտնում եմ, որ նախընտրական դաշինքների արգելքը կբերի Հայաստանի Հանրապետությունում կուսակցությունների խոշորացման եւ այդ առումով
նախկին նախագահների մասնակցությունը օրինաչափ ու բնական եմ համարում։ Տեխնացուների առումով իրենց կուսակցությունները իրենք են որոշում։ Լևոն Զուրաբյանի տեխնացության առաջադրումը նայում եմ նորմալ, Ռոբերտ Քոչարյանի նորից առաջադրվելը նայում եմ ի սկզբանե դատապարտված նախկին քվեն ինքը չի հավաքելու։ Եթե իրենք մի ուրիշ տեխնացու առաջադրեին, փորձեին այդ այլ կերպ ներկայացնել, միգուցե ասենք Ռոբերտ Քոչարյանի նախկին ցուցանիշից, չգիտեմ, մի 5 փուտ պակաս հավաքեին, բայց հիմա ուղիղ 50% պակաս են հավաքելու։ Գուցե տվային առաջադրի։ Ինչպես։ Գուցե Լևոն Քոչարյանին առաջադրի։ Այդ արդեն խնդրի այլ կողմն է, եւ ես կարծում եմ, որ նման պարագան, եթե առաջադրի իր որդուն, ավելի արդյունավետ կլինի, քան ինքը երկրորդ անգամ գնա ու արդեն 50% պակասով բարդ։ Այսինքն ես կարծում եմ, որ նախագահները, որոնք մի անգամ, որը 2 ժամկետ արդեն եղել է եւ երրորդ անգամ էլ առաջադրվել է հեղափոխություն անելու առումով ու չի հաջողել, նորից չպետք է առաջադրվի։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանն էլ պետք է չառաջադրվի։ Ինչպես։ Նիկոլ Փաշինյանն էլ ուրեմն չպետք է առաջադրվի, որովհետև իր երրորդ ժամկետն էլ է։ Ես ասում եմ նախագահները, որոնք 2 անգամ եղել են, որից հետո եկել են նորից փոխելու, Ռոբերտ Քոչարյանն էլ 2 անգամ եղել, երրորդ անգամ եկել էր նորից փոխելու, չստացվեց։ Այ Նիկոլ Փաշինյանը եթե հիմա դնի ու չստացվի, հաջորդ անգամ չպետք է ինքը իր անձով առաջադրվի մեկ ուրիշով, այսինքն իմ ասածը այ է, երրորդ անգամից հետո նորից առաջադրվելունն էր։ Ընդհանուր առումով իհարկե, եթե մեր քաղաքական դաշտը առողջ լիներ, մեր քաղաքական դաշտում քաղաքական կուսակցությունները կայացած լինեին, որ չլինեին դրանք 100-ը, այլ ընտրություններին մասնակցում են 5-6-ը, լինեին այդ 5-6 կուսակցությունները ու մրցակցությունները լինեին գաղափարական դաշտում, միգուցե Նիկոլ Փաշինյանն էլ չառաջադրվեր, ես էլ չառաջադրվեի, մեծ հաճույքով չէի առաջադրվի, ու այս կարգի։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ, Նարեկ ջան։